Գիտեք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալուց հետո ստեղծելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ եւ օրինակ 5 հոգանոց աղքատ ընտանիքը ամսական 150,000 դրամ աջակցություն է ստանալու։ Իմ կարծիքը այն է, որ ինքը տեսած մարդ է, որ ասի կանիլ։ Ասի կանի։ Ճիշտ է, գոռում էին, ասեք մենք կանենք, ասեք մենք քաղաքապետ ենք, մենք կանենք։ Չէ, ոչ մի բան հուսադրելի չի։ Հիմա այս ընտրություններն է։ Իմ կարծիքով, որ Սամվել Կարապետյանն ընտրվի լավ կլի։ Ես կուզեմ Սամվել Կարապետյանն ընտրվի։ Ոչ թե ես, շատ մարդիկ կան, որ ստեղ նստում ենք էլ, խոսում ենք էլ, մարդիկ կան, որ ուզում են Սամվել Կարապետյանն ընտրվի։ Կուշտ մարդ է, կարող է ինքը մի լավ բան անի ժողովրդի համար։ Իր աչքը կուշտ է։ Տեսած է։ Իրաց խրգած մարդկանց բերում են, կողում են ֆեյքերի մեջ սատից ձայնագրություններ են տալում, որ վռոցի կաշառք է տվել, արա ով ես դու։ Սամվելն այնտեղ է, ես էլ եմ ասում, Սամվելը քո Հայաստանի բյուջեից շատ փող ունի։ Սամվելը ում ինչ կաշառք պետք է տա։ Սամվելը գալու մաստ է, որ ժողովրդին փրկի։ Սամվելը, որ ասպարեզում կար, դուք ուր էիք։ Вообще գոյություն ունեիք արա։ Դարձակ դեպուտատ, սապոն, ես իմ ես չգիտեմ դրանց սապոնները ինչ սապոն ախպեր։ Կիտայսկիա, թե ես իմ եվրապեյսկիա, թե որտեղից է, ես չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ, որ այս ժողովրդին այս ճգնաժամից պետք է հանվի։ Ու միակ մարդը էդի Սամվել Կարապետյանն է։ Հետո ասում, որ պետք է թամահմի ինքն ինձ հարցրել, ես ուզում եմ այդամ Եվրոպա։ Այդ ինչի՞ չի ուզում նա ժողովրդի կարծիքը իմանա։ Ես ուզում եմ այդամ Եվրոպա, ես չեմ ուզում։ Մենակ ինքը չէ, բայց իրեն ինչքան դες բայար կան, կարող է ինքը իր կուրգը ստեղծի անի։ Կանի։